հարցադրում է հնչել, թե որ եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն, հրաժարականի պահանջով, թե իմպիչմենտով։ Ունեք հարցը պատասխան։ Այո, ունեմ։ Ինչպես։ Ուրեմն ասում են պատմություն կա։ Երբ ասում են հարցերի պատասխաններն ունես, ասում են այո։ Եվ ասում են ինչ են դրանք, ասում են դրանց մի մասը երբեմն չպատասխանելն է։ Դա էլ է պատասխան։ Այսօր կարիք չկա դրա մասին, խոսել են էլ հրապարակային։ Սրբազան հայր, ամեն դեպքում ունեք օրակարգ, որը քննարկվում է այս պահին քաղաքական ուժերի հետ եւ որ ուժերի հետ։ Քննարկվել է Որ ուժերի հետ։ գրեթե բոլոր։ Այս անգամ հաշվի կառնվեն նախորդի վարված այսպես սխալները, որոնք հանրության տարբեր շրջանակների գուցե մատնեցին ապաթիայի։ Չեմ կարծում ապաթիայի են մատնել, որովհետև ներողություն։ Հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները, որոնք նաև մարդկանց սեփական նախաձեռնությամբ են մի մասը տեղի ունենում, այդ զգացումը վերացնում է, այսինքն ապաթիայի մեջ գտնվող ժողովուրդ ես չեմ տեսնում։ Կան մարդիկ, որոնք հուսախաբված են, կան մարդիկ, որոնք ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնք ակնկալիքները շատ մեծ են, չեն տեղի ունեցել, կան էլ մարդիկ, որոնք համառորեն պայքարի մեջ են։ Ամեն դեպքում սպասել 2026-ի ընտրություններին, թե դուրս գալ փողոց։ Այս մեկը կասեմ, Զարուհի ջան, որ մեզ համար ընտրությունների գնալու կամ ընտրությունների մասնակցելու կամ ընտրությունների հետ որևէ կերպով առնչվելու հարց չկա, գոյություն չունի։ Մենք հավատում ենք եւ անցյալ օրը հրապարակային եմ հարցրել, մոտեցման հարցը սա։ Սա այս ամեն ինչի որ տեղի ունեն մեր երկրում, պարզապես քաղաքական գործընթացներ են, թե ազգային ազատագրական պայքար։ Այս հարցի պատասխանը, եթե ամեն քաղաքական միավոր կամ անհատ ինքն իրեն տա եւ պատասխանը գտնի, ինքն էլ այդպիսի վերաբերմունք ունենա։ Հետևաբար այստեղ ընտրությունների, չընտրությունների հարց չկա, մանավանդ մեր մտքով որևէ կերպով չի անցնում դա, եւ մինչեւ 2026 թվականը պլաններ անելու խնդիր չկա։ Շարժման հետ կապված, հեռանկարի հետ կապված, առաջնորդի փոփոխության հետ կապված նման հարցադրումներ քննարկվել են։ Չէ, նման հարցադրումներ չեն եղել։ Առաջնորդ չեն ընտրում կամ նշանակում, Զարուհի ջան։ Ով է ինձ նշանակել կամ ընտրել, ոչ ոք։ Ով է որևէ մեկին նշանակել կամ ընտրել, ոչ ոք։ Փողոցային պայքարը, ազգային ազատագրական պայքարը բոլորովին այլ տրամաբանությունն է։ Երկրորդ, պատասխանատվության խնդիրը։ Ովքեր պատասխանատվության զգացում ունեն, նրանք էլ թող առաջնորդեն։ Սրբազան հայր, ներքաղաքական ինտրիգների մասին, հատկապես ընդդիմադիր շրջանակներում, ինչու եւ ինչպես կանխել, ինչու է արվում եւ ինչպես կանխել։ Ինչու արվում է, ես չգիտեմ, ինչու է արվում, ոչ էլ շատ խորքերը ցանկանում եմ մտնել։ Ես պարզապես շաբաթօրն եմ ասել, նորից հրապարակային կերպով, որ դա մանավանդ այս ժամանակահատվածում չի կարող ավելի վեր լինել, քան մեր համընդհանուր դիմագրաված աղետը։ Արդյոք կներես, Սրբազան հայր, արդյոք կհաջողի կրկին համախմբել այդ ուժերին, որովհետև Սրբազան պայքարի հաջողություններից մեկը նրանում էր, որ քաղաքական դաշտում գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին ստացվեց համախմբել, բայց ինչպես գործընկերս նշեց, այսօրերին ներքաղաքական գզվռտոց է, հա, այսպես ասած գնում իրենց մեջ։ Գզվռտոց չեմ ասի, ներքաղաքական փոխադարձ քննադատություն, որոշ տեղեր մեղադրանքներ եւ այլն, որոնք մեծ մասով էլի եմ ասում, ավելին չեն, քան մեր այսօրվա համընդհանուր դիմագրաված աղետը։ Երկրորդ, համախմբելու մեկ տարբերակ կա, ինչպես նախկինում եղել է եւ հիմա էլ կլինի, եւ ես հավատում եմ, որ կա, դա մեր գործողություններն են։ Ովքեր կհավատան այդ գործողություններին, մաս կկազմեն, կհամախմբվեն ինքնաբերաբար։ Ովքեր չէ։ Երկրորդ, ես շատ եմ ուզում այս մասին վերստին շեշտել, խոսել, որ այս պայքարի մեջ մտնելու մեկնակետը չի եղել որևէ մեկին համախմբել, որևէ մեկին հրավիրել,
որևէ մեկից էլ թելադրանք ստանալը։ Ես ինձ համար որոշում եմ կայացրել եւ արել եմ։ Այդ ճանապարհը բերել է համախմբման Փառք Աստծո, չի բերել համախմբման դարձյալ ոչ մի տարբերություն։ Ուզում եմ հետեւյալն ասել, որ նախապես ծրագրած համախմբելու համախոհություն գոյացրած որևէ քայլ տեղի չի ունեցել։ Ինձ համար եղել է մեկ բան։ Մեր հայրենիքը, պետությունը գտնվում է Здравствуйте, вы русский понимаете? Нет, не понимаю. А украинский? Завтра будем, да? А, завтра? Спасибо. Մենք գտնվում ենք այդ անպատվության մեջ, համատարած աղետի մեջ, եւ ես էլ ինձ համար քայլ եմ արել, որոշել եմ, որ այդպես պետք է լինի։ Եվ վերջ։ Նույնն էլ այսօրը, նույնն էլ վաղն է լինելու, որովհետև որևէ մեկի հուսադրություն ունենալու կամ այսպես սպասելու համախմբվեն, չհամախմբվեն, գաղափարական տարբերություններ ունեն, մոտեցումների տարբերություններ ունեն մարդիկ, բոլորը գնահատելի են, ոչ մի չգնահատելու բան չկա։ Ուղղակի սկզբունքն է մոտեցումը հարցին։ Սրբազան հայր, հայ գերիների առնչությամբ այս պահին ինչ ուղերձություն եք են համատեքստում, որ իշխանությունները մեկ պնդում են, որ իրենք ամեն ինչ անում են, մեկ այսօր հայտարարում են, որ եթե այդ հարցը բերեն բանակցությունների օրակարգ կտարվի բանակցությունը փակողի, մեկ ասում են դիմեք այս ինչ պետությանը եւ այլն, ինչ անեն են գերիները, որոնց խոստացել են 1-2 ամիս սպասեք եւ ամեն ինչ լավ է։ Խոսում, խափում են եւ ինչպես ասել եմ, իրենք բոլոր հարցերում ստախոս են, բոլոր հարցերում։ Հարց չկա, որ իրենք ստախոս չեն, խաբեբայությամբ տարված։ Նույնիսկ իրենց նկարածներն են ստախոսություն։ Երկրորդ, ես չեմ պատկերացնում աշխարհում մի այլ պետություն, որի քաղաքացիները գտնվեն պատանդառության կամ գերեվարության մեջ, եւ այդ պետության ղեկին գտնվող մարդիկ մատը մատին չխփեն, եւ դեռ այդ պետության քաղաքացիները գնան այս կամ այն դեսպանատուն, միջազգային կառույցներ եւ խնդրեն, պահանջեն, աղաչեն, որպեսզի իրենց հայրենակիցներին ազատեն։ Այսինքն քաղաքացիները նախաձեռնություններ դրսևորեն այդ ուղղությամբ։ Սա չգրված բան է աշխարհում։ Ունես կառավարություն, կառավարությունը դի զբաղ, ոչ թե երկրից ներսում քաղաքացիները կամ դրսում Սփյուռքում գնան այս կամ այն դեսպանատան դիմացը, ՄԱԿ-ի գրասենյակներ, ԵՄ-ներ եւ այլն, անընդհատ ինչ-որ պահանջներ ներկայացնեն, ինչի համար։ Դա որտեղ է գրված, որ օրենքով է ճիշտ դա, ոչ մի։ Եվ դրսում էլ առավել եւս, երբ դրսում բանակցում են մարդիկ ինչ-որ ձևով, սեփական միջոցներ, կապերով խոսում են, գիտեք ինչ են ասում։ Ասում են թող պաշտոնական Երևանը դիմի։ Պաշտոնական Երևանը թող դիմի, իսկ պաշտոնական Երևանն էլ ցույցում է տալիս երկրներին, ասելով, որ չմիջամտեք, չխանգարեք, հանկարծ վնաս չանեք, Բաքվին որևէ թթուխոսք չասեք, որ մեր ընդհանուր այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կյանքի կոչենք։ Իդեպ այդ առնչությամբ ավետել են, որ արդեն պատրաստ է համաձայնեցված է խաղաղության համաձայնագիրը։ Ուրեմն մեծ տեղեկատվություն է ասել, որ այս ստախոսը պատրաստվում էր հայտարարությամբ հանդես գալ։ Դիմեր ժողովրդին այդ իրենց հռչակավոր խաղաղության պայմանագրի շուրջ։ Հիմա առիթ օգտագործելու նորից եմ ասում, ստախոս փաստաթուղթ է հրապարակի։ Առաջին, երկրորդ, ի վերջո հրապարակային դուրս ես գալու քո սիրած ձևաչափերից որևէ մեկով պատմելու, բացատրելու, ասելու թե ինչ է այդ խաղաղություն պայմանագրի կոչվածը։ Թաքուն դռների ետևում է լինելու։ Եվ ասում էր ձեզանից մեկին էր, չեմ հիշում ում էր ասել, որ ժողովուրդը քեզ է դա, չէ՞, որ ժողովուրդը մեծ մասամբ, հա տեղը քեզ է։ Չգիտեմ, մեկն, հա, կամ բոլորիդ, որ ժողովուրդը լրիվ ամեն ինչից տեղյակ, ժողովուրդը ոչ մի բանից էլ տեղյակ չի ժողովուրդը։ Գնացեք հարցրեք, թող հիմա դուք հենց հարցախույզ արեք, իմացեք, ինչ կետեր կան, ինչպիսին են դրանց մեկնաբանությունները, չեն հրապարակում, որ ինչպես ուզենան մեկնաբանեն, ինչ ուզենան ասեն։ Խոսում ենք մենք այդ։ Անընդհատ գլուխները պատին են տալիս, անընդհատ խափում են, անընդհատ մեկնաբանում։ Եթե այդպես է, падգամավորները ինչու իրավունք չունեն այդ տեքստը կարդալու, եւ տեքստն էլ
ուղղակի բառացի հրապարակելու։ Ինչու՞ չունենք։ Ասաց, որ հիմնական պատճառը եղել է հիմա հրապարակելու այդ խաղաղության համաձայնագրի հարցը, որովհետև շարժ կա, որովհետև Հագայի դատարանի վճիռն են ուզում հետ բերեն, ասաց, որ ուզում են Հագայի դատավճռից են հենց իրենք խուսափում։ Առաջ ասացի, չէ, տարբեր երկրների, կառույցների հստակ կերպով կամ ցուցումներ կամ աշխատանք են տարել, որ որևէ ձևով չմիջամտեն, չխանգարեն, որևէ բան թթու խոսք հանկարծ չասեն, Բաքվին չնեղացնեն, սա են արել։ Եվ հիմա այլ եմ ասում, որպեսզի տարաբնույթ մեկնաբանությունների տեղի չտա, տարընկալումներ չլինեն, հրապարակեն թող փաստաթուղթը, պատրաստը չէ, գաղտնիություն էլ չկա, չէ, էլ համաձայնեցնելի կետեր ու բառեր, նախադասություններ, ստորակետներ չկան, չէ, թող հրապարակեն, ինչու՞ չի հրապարակում։ Տեղեկատվություն է տարածում, որ հայկական զինուժը հրադադարի ռեժիմը խախտում է Գեղարքունիքի Սյունիքից, այն ինչի մասին է խաղաղության այս ճարտարապետության խաչմերուկում։ Էլ եմ ասել, որ հավանաբար ներքին պայմանավորվածություն ունեն, որ մենք որովհետև ինքը վախեր է հայտնել հանդիպման ժամանակ, դեսպանների հետ հանդիպման ժամանակ վախեր է հայտնել, որ կարող է ժողովրդային ընդվզում լինի եւ հավանաբար ներքին համաձայնություն են գոյացրել, հավանաբար, ես չեմ կարծում, չեմ պնդում, բայց հավանաբար ներքին համաձայնություն են գոյացրել, որ պատերազմով, սրանով, նրանով կվախեցնենք, մենք էլ կգնանք ժողովրդին կասենք դե նայեք, չեն կարողանում անել, պատերազմը գալիս մեզ վրա, ուրեմն ստիպված ենք իրականացնել։ Այսքան բան։ Մեկ միջազգային հանրությունը ասում է պատանների հարցով թող պաշտոնական Երևանը դիմի, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ իրենք դիմում են, բայց գործում փոփոխություններ չկան, ընդհակառակը ավելի է բարդ։ Իրենք ինչի համար են։ Իրենք նրա համար չեն, որ ինչ որ բան անեն, արձանագրեն, արեցինք, չստացվեց։ Իրենց գոյությունը նրա համար է, որ անեն, ավարտեն։ Արդյունքի հասնեն, գիշեր ցերեկ։ Իրենց ջան ու ջանդակը մեծացնելու փոխարեն այդ գործերով զբաղվում են։ Յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր առաքելություն, որ իրականացնում են կամ ինչ որ բանի մեջ մտնում են, գալիս ասում են, դե չստացվեց վերջում։ Բա դուք ինչի համար եք որ չստացվեց։ Ինչ է դա նշանակում։ Այս ինչ բան արեցինք չստացվեց, այն ինչի արեցինք չստացվեց։ Չենք ուզում գերիների խնդիրը արծարծել, որովհետև կվնասենք։ Լավ, բա ինչ անեն։ Այս մարդիկ դրա համար էլ էս երիտասարդները չեմ վստահում ասելով, այս մարդկանց որևէ բանի չեմ վստահում։ Նախաձեռնությունն են դրսևորել եւ շատ ճիշտ են արել։ Շատ դիպուկ ու ճիշտ։ Իշխանությունների եւ ժողովրդի։ Ես շաբաթ օրը նորից ասել եմ, նորից կկրկնեմ, անկախ նրանից ով ինչպես է վերաբերվում, ինչ են ասում, հուսահատված են, հուսախաբված են, թե ինչ են, ինչ չեն, կարևոր չի։ Ես գտնվում եմ փողոցում ու հրապարակում եւ ասել եմ, դա իմ կոչումն է։ Այսինքն փողոցային պայքարի սպասել։ Չարիքին հեռացնելը, որովհետև դա անհրաժեշտությունը մեր երկրի գոյության, անվտանգության, ինքնիշխանության զարգացման համար։ Ուրիշ որևէ այլ տարբերակ գոյություն չունի։ Փողոցային պայքարի սպասել։ Միանշանակ, ոչ միայն, միանշանակ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, սիրո։